Այսօր մենք տոնում ենք հայ առաքելական եկեղեցին տոնում է Սուրբ Զադիկը Քրիստոս հայրությունը թող բոլորի օջախներում ընտանիքներում լույս լինի ուրախություն լինի Քրիստոս հարյալ է մեռելոց օրհնյալ է հարությունը Քրիստոսի Շաբաթ օրը գնում ենք եկեղեցի, քանի որ ավագ շաբաթ կամ Սուրբ շաբաթ անվանումով է կոչվում, գնում ենք այդ օրը եկեղեցի, որպեսզի մասնակցենք եւ հիշենք Քրիստոսի գերեզմանում գտնվելու մասին, ներկա լինենք այն լռությանը, այն հիշողությանը, երբ Քրիստոսը գտնվում էր գերեզմանում եւ մասնակցենք այդ ամեն ինչին։ Այսօրվա օրը կոնկրետ ինչ է նշանակում ձեզ համար։ Այսօրվա օրը ինձ համար նշանակում է Սուրբ շաբաթ, հենց այդպես կարելի է անվանել, եւ այն օրն է, երբ մենք կարող ենք հիշել Քրիստոսի մասին եւ նրա այն օրը, երբ կարող ենք հիշել հենց Քրիստոսի մասին, երբ գտնվում էր գերեզմանում, հենց այն վերջին օրն է նրա հարությունից առաջ եւ հենց երևի այդ նշանակությամբ Երևի հենց այդ նշանակությամբ էլ գալիս եմ շաբաթ օրը եկեղեցի։ Դուք շատ զրահել եք եւ կարող եք ասել, որ դուք ունեք տենց փորձ, որ Քրիստոսը մի բան ձեր կյանքում փոխեց ու դուք իրականում զգում եք իր մասնակցությունը ձեր կյանքում։ Իհարկե զգում եմ Քրիստոսի մասնակցությունը իմ կյանքում, քանի որ փոքրուց իմ մեջ ներդրված է եղել հավատը, փոքրուց ճանաչել եմ Հիսուս Քրիստոսին եւ միշտ հաճախել եմ եկեղեցի եւ իհարկե այսօրը ինձ համար շատ մեծ նշանակություն ունի։ Դրա մասին նշանակություն քրիստոնյա հայերի համար եւ ամեն ինչ կապված այսօր։ Այսօր քրիստոնեության գլխավոր կարևորագույն տոնն ենք մենք տոնում Քրիստոսի հրաշափար հարությունը։ Քրիստոս հարյավ ի մեռելոց, այսպես են շնորհավորում եւ ողջունում այսուհետ քրիստոնյաները, մասնավորապես հայ քրիստոնյաները 40 օրերի ընթացքում իրար ողջունելիս ասում են Քրիստոս հարյավ ի մեռելոց եւ պատասխանում օրհնյալ է հարությունը Քրիստոսի ձեզ եւ մեզ մեծ ավետից։ Այս տոնը իրապես շատ կարեւոր է քրիստոնյաների համար, որովհետեւ եթե չլիներ հարությունը, ապա իզուր կլիներ մեր հավատքը, ինչպես որ բնորոշում է Սուրբ Պողոս առաքյալը, որովհետև առանց հարության խորհրդի, առանց հարության գաղափարի չէր լինի հաղթանակ մահվան նկատմամբ։ Քրիստոս հենց հարությամբ վերջակետը դրեց այդ մեր մարդկության պայքարի, որը պայքար էր ընդդեմ մահվան եւ Քրիստոս հաղթեց մահվան եւ ցույց տվեց օրինակը, ճանապարհը, թե ինչպես մենք պետք է ապրենք խոնարհաբար դժվարություններով իհարկե լի կյանքում եւ հաղթանակենք հարությամբ Քրիստոսի հետ։ Այսօր ես տեսած շատ ջահելություն, ոնց եք դուք կարողանում տենց անել, որ ջահելությունը սիրով գալիս է եկեղեցի, ինչ որ շատ անգամ չես տեսնում ուրիշ տեղերում։ Գլխավորագույն պատճառը դա օրինակն է։ Մենք պետք է մեր օրինակով եւ սիրով ցույց տանք, որ եկեղեցին դա մեր փրկության համար կարևորագույն օրանն է, որ առանց եկեղեցու մենք չենք կարող մեր փրկությանը հասնենք, ինչպես որ նաեւ Աստվածաշնչում ենք այդ սովորում, եւ ամենակարևոր բանալին կարծում եմ թե դա սերն է, որ իրենց տալիս է այդ սերը, իրենք էլ վերադարձում են այդ սերը եւ լցնում են այս տաճարները իրենց ներկայությամբ եւ աղոթքով։ Հրաշագործ Քրիստոսին, երբ ինչ-որ մի հիվանդի բժշկում էր, ժողովուրդը մեծ ուրախություն էր ապրում։ Երբ որ մահացածին հարություն տվեց, ժողովուրդը մեծ ուրախություն ապրեց։ Ամեն անգամ լսելով Իրոջ խոսքը ուրախություն էին ապրում, որովհետև այդ ժամանակաշրջանում նման բան չէր սրտերին ու հոգիներին հարմար էր Իրոջ ավետի խոսքը։ Եվ ամեն անգամ նրանք ուրախություն էին ապրում, նրա հետևից որևէ տեղ գնալիս եւ նրա ներկայությունը վայելելուց։ Բայց ամենամեծ ուրախությունը տեղի ունեցավ հարության ավետիսի ժամանակ, որովհետեւ հաշված օրեր առաջ ինչպես որ մեր եկեղեցում, հայ եկեղեցում տեղեր ունենում Քրիստոսի կյանքի վերջին մեկ շաբաթվա խորհուրդների արարողություն